Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Կին, դու մարդկային կատարելություն Կնոջ հոգեկան աշխարհի մեջ բարփակված է մարդկային հմայքն ու անմատչելիությունը Կնոջն անվանեցին արարչագործ և նա աշխարհը ավելի հզորացրեց, գեղեցկացրեց, ավելի իմաստավորեց կյանքը Բարև մեզ, ձեզ, բոլորիդ, այսօրվա բարևի մեջ օրհնություն կա, իմաստ կա, սեր ու խնդում կա Ինչ կլիներ, եթե չլիներ կինը, ապրելը դժվար կլիներ, ապրելը անհնար կլիներ Գարնան ավետող սեր, կանանց հոգում թող գարուն լինի Քանզի հենց կնոջից է սկսվում, գեղեցիկ հայուհուց է սկսվում Գարնան առաջին ծաղկումը Մանկության ոսկե հեքիաթից է սկսվում կնոջ հմայքը Հայ ընտանիքի պատվախնդրությունից է սկսվում կնոջ գեղեցկությունը Աստվածային օրհնություն, մարդկային կատարելություն Բարև ձեզ, բարի ողջույն բոլորին Շնորհակալություն, որ այսօր մասնակիցն եք դառնալու թիվ 30 հիմնական դպրոցում կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը Ես ուզում եմ բեմ հրավիրել և միջոցառման սկիզբը, որպեսզի հայտարարի մեր գեղեցիկ հայուհի, մեր տնօրեն ընկեր Բաբայանը Ծափահարություններով ողջունում ենք Կին, աստվածային օրհնություն, կին, մարդկային կատարելություն Հարգարժան պաշտոնյաներ, հյուրեր, ծնողներ Ողջունում եմ բոլոր ներկաներին Մեզ համար պատիվ է այսօր ձեզ բոլորին հյուր ընդունելը թիվ 30 դպրոցի կամարների ներքո Գարնանային այս գեղեցիկ օրը թեև անձրևով բայց հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու կնոջը իր խոնարհության, խոհեմության, համբերատարության, սիրո և իր ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար Կինը կյանքի ժպիտն է Կինն այս աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնողն է Կինը կյանքի իմաստն է Իսկ հայ կինը մյուս բոլոր կանանցից առանձնանում է նախ և առաջ իր հայրենիքին և իր ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ Հայ կինը երբեք իր ուժերը չի խնայել հայրենիքի համար մղվող պայքարում Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, ֆիդայական շարժումից մինչև ապրիլյան քարոզիա, հայապահպան պայքարից մինչև մերօրյա հայրենիքի կեշտումը Պատմության տարբեր հոլովույթներում նա մարտնչեց, պայքարեց, բայց և ապրեց Ապրեց, որ ապրեցնի Այն ձեռքը, որ նորորոց է օրորում, ղեկավարում է աշխարհը ու հայրենիքների լինելիության, պաշտպանության առհավատչյան դարձավ մայրը Որովհետև մայրական ձեռքը բարձրացրեց ձեռքը իր որդուն, ով հայրենիք էր պահելու, պաշտպանելու համար, նրան օրհնելու ու խաչակնքելու համար Աչքերում ահագնացած արցունքը դարձավ աղերս, որդու տուն դարձի համար Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, սիրով շնորհավորում եմ բոլորիդ այս գարնանային չքնաղ տոնի կապակցությամբ և բոլորիդ մեջ առանձնացնում յուրաքանչյուրիդ առանձին Որովհետև ես կարծում եմ, որ կինն է հայ ընտանիքի և հայոց աշխարհի խաղաղության պահապանը։ Կրկին անգամ շնորհավոր։
Հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի ուղերձը կընթերցի Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը։ Հարգելի Տիկին Բաբայան, սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր, եղեցիք սեռի սիրելի ներկայացուցիչներ, նախ օգտվելով ընձեռված հնարավորությունից Սուրբ Աստվածածնի ավետման խորհրդով ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Կյանքը ձեզնով է հարատևում և ամենասրբագույն էությունը, մայր հայրենիքը, մայրենի լեզուն արժևորվում են մայրության սիրո խորհրդով։ Ձեր բացառիկ կենսատու դերն ամենուրեք մեր ուղեկիցն է։ Մայրերի օրհնանքն անպակաս է բոլոր բարի նախաձեռնություններում, պահապան է սահմանները պաշտպանող զինվորների, ուղեկից է խոչընդոտներ հաղթահարելիս, պաշտպան է չարին ու վատին ընդդեմ։ Անսահման երախտագիտությամբ կրկին շնորհավորելով ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն։ Հարգելի Տիկին Բաբայան, միջոցառման խորագիրը մարդկային կատարելություն արդեն իսկ հուշում է, որ սպասվում է դիտարժան և հետաքրքիր միջոցառում հաճելի զգացողություններով։ Նմանատիպ գրական գեղարվեստական միջոցառումները կրթադասիարակչական մեծ նշանակություն ունեն, և ես, որպես մարզի ղեկավար, մեծապես կարևորում եմ դպրոցների ակտիվությունն այս հարցում, առավել մեծամասշտաբ և բազմաբովանդակ նախաձեռնությունների իրականացումը ոչ միայն ակտիվ, այլև առավել պասիվ առաջադիմությամբ չփայլող աշակերտների ներգրավմամբ, որովհետև վստահ եմ, որ նաև այս մեթոդով հնարավոր կլինի մոտիվացիա և շահագրգռվածություն առաջացնել նրանց մոտ ավելի լավ սովորելու, սեփական անձը կարևորելու և ի վերջո ապահովելով նրանց համար առավելագույն զբաղվածություն, այնպես որ սպասում եմ ձեր նախաձեռնությունների։ Պարոն Ղազարյանը շնորհավորում է դահլիճում ներկա բոլոր կանանց և նվիրում բոլորին ծաղիկներ, մեր գեղեցիկ սեռի օրն էլ ավելի գեղեցկացնելու համար։ Շնորհակալություն, պարոն մարզպետ։ Այսօր մեր միջոցառումը։ Դերի յուրաքանչյուրի մեջ կա այն արժանի մեծությունը, որ գեղեցկություն ենք կոչել։ Այդ գեղեցկության օրը, որպես այդպիսին շատ ավելի արտահայտիչ է դառնում հայուհու տեսակի մեջ, մաքարող տեսակի մեջ, լուսաբացի մեջ։ Այդ լուսաբացի գեղեցկությունն է, որ հայուհուն արժանի մեծ պատիվն է տալիս, իրավամբ լինելու այդքան փոքր և իրավամբ այդքան մեծ։ Սուրբ Տիրամայրը նույնպես, և տարիքով էր փոքր, և իր մարմնով էր փոքր, բայց աշխարհի փրկչին պարգևեց աշխարհին։ Եվ իր մեջ գրեց բոլոր ցավերը, տառապանքները, և տվեց այն խոնարհության մեծ գինը, որ երբևէ թե աշխարհն այսօր գլուխ է խոնարհում և բարեխոսություն խնդրում նրանից։ Ավետման օրով ցույց տվեց Աստծո մեծությունը, որ կարող է Աստված ինքը հաճել ծնվել, որպեսզի փրկի մարդկությանը, հաճել տվել այն որովայնում, որտեղ որ սրբությունն է ամբողջությամբ։ Եվ այս իսկ առինքնությամբ է, որ հայ մայրը կարողացավ վերցնել իր վրա մեծ կատարելություն տալելու ճանապարհը։ Կատարելություն, որ կարողանում է վերցնել իր մեջ հավատքի միջոցով առաջնորդելու, աներկբա սրբությունների մեջ պահպանելու իր ընտանիքը, ընտանիք, որի միջոցով հասկանում ենք սրբությունը, առաքինությունները, մեծությունը, վեհությունը, բարձրությունը։ Դրա համար էլ մեծերից մեկն ասել է. հայ ընտանիքի քահանան հայ մայրն է։ Եվ այդ ծեսերը, այդ կերպը, ընտանիքի վարումը, ընտանիքի առաջնորդությունը հայուհուն պարտական եղանք մենք։ Եվ եթե մենք այսօր բարձրագույն կերպով կարող ենք գլուխներս բարձր խոսել տղամարդիկ, ապա պարտական ենք ամեն մեկս մեր մայրերին
եւ մեր սիրասան քույրերին։ Շնորհավորում եմ ձեզ, Աստված պահապան բոլորին։ Արավ կենթանիների ոտքի տակնած հողից մի կտոր ու ստեղծեց մարդուն, այ մարդուն, Ադամին, երկար թափարեց Ադամը դրախտում, տխուր, միայնակ ու անենգեր, ու ծածկացավ։ Եվա, քո միջոցով աշխարհ եկավ փրկությունը, լույսը, կյանքը, մարդկային կատարելություն։ Աստվածին, ինչքան գեղեցիկ ես, որքան փխրուն։ Այո, ես նրան գեղեցիկ և փխրուն եմ ստեղծել և միևնույն ժամանակ շատ ուժեղ։ Իսկ նա կարող է մտածել։ Ոչ միայն մտածել, այլև նա շատ ուժեղ է, կարող է ծիծաղել այն ժամանակ, երբ իրականում ուզում է լաց լինել։ Ես արդեն սիրեցի քեզ, Եվա։ Զորություն տուր Տեր, գոնե մեկ անգամ պարտանալու մարդու արժեքով։ Իմաստություն տուր Տեր, գտնել արժեքն այն, որտեղ արժանի է հպարտության։ Օգնությունը տուր Տեր, քանզի ես գիտեմ, որ մութ աշխարհում ես լույս եմ ծնվել, աղոթքները տուր Տեր, որ լույսն պահեն, հավար չսփեն, հավար չդառնամ։ Եվ բռնեց Աստված կրակին փեքփեկուն ճախրախբոցերը, ու դրանից ստեղծեց մի նրբագեղ էար, առաջին կնոջը, Եվային։ Ահա Ադամ, քեզ ընկեր, գեղեցիկ և չնաշխարհիկ Եվան, իրան աչքերի մեջ տեսեք ձեր կյանքի պատկերը և իրար սրտերի մեջ սիրեք իրար, աճեցեք և բազմացեք։ Շնորհակալ եմ Տեր ամենակարող, փառք քեզ, դու ստեղծեցիր ամենագեղեցիկը և կատարյալը քո արարածների մեջ, հյուսեցիր պսակը քո հրաշագործ տիեզերքի, Եվա, դու իմ ճակատագիր, հրաշքների և հմայքների միակ դրանք ես դու, երազն ես դու գաղտնիք ես, արևախյուր, բոլոր տանջող և ապրեսնող հրապույրների արևախյուրը։ Եվ այսպես կերտեց արարողը մեծ, դժոխք ու դրախտ կնոջ մեջ դրեց։ Ձերքը վիթխարի մի բլուտի պես խրեց արևի սիրտը հրակեց և իջավ խրեց հողի սիրտը մեծ կնոջ անհագուրդ գգվանքի համար հող ու արևի գիրքը վերցրեց ապա շրջմոլիկ զեփյուրից հովից ու մարգարտազուրկ զեփյուրից բերեց թեթևությունը բնույթը կնոջ Կուր ադամանդից կնոջ կանքն առավ, թուլությունն առավ եղեգնից դողդոջ, որ կինը, թե չար, թե բարի լինի, օձից թույն առավ, ողկույզից գինի, անմեղ աստղերից ժպտանյութ բերեց, քամեց շարբաթը շաքարեղեգնին և ծաղիկների մեղրը վերցրեց, որ կինը լինի քաղցրության վերնեց, տեսնելով կնոջն այսքան գեղեցիկ, քիչ մնաց գրկեր, Աստված ինքն անգամ, Աստված ինքն անգամ իր ստեղծածին։ Նույնիսկ
Այդ մենք ենք կյանքի բույրը կենսաբեր, էլում ում հոգին մեզնով չի արբել։ Ձեր սիրո առաջ, ով չի խոնարվել, զորավարներ քաջ, մեծ իմաստուններ, ձեր դեմ գլխաթեք կկանգնի արքան, դուք կկախարդեք աստծուն անգամ։ Թե ձերքս էին վերցրած հայկին տեսնեք, ուրեմն վերջ, հարկավոր է ամեն ինչ թողնել ու փախչել։ Հայոց ազատագրական շարժման ժամանակ զանազան հայուհիներ տարբեր ձևերով իրենց նպաստը բերած են այդ կարևոր գործին։ Անոտ շարքին Սոսե մայրիկը դարձած է խորհրդանիշը այդ հերոսական պայքարի, հայուհի հավատարիմ կողակիցը աղբյուր Սերոփի։ Monsieur, les femmes françaises sont fort confiantes. Elles aiment parler de leur beauté, de leur charme encore et encore. L'eau française, c'est ce que veut une femme française. Le cœur d'une femme est comme un verre en cristal. Si tu le brises, tu ne pourras plus jamais le coller. Առաջնորդին, ո՞րն է քո հաջողության գաղտնիքը։ Հաջողությունը եկավ այն ժամանակ, երբ ես որոշեցի թողնել փոքր մարտերը փոքր ռազմիկների համար։ Որոշ մարտեր խլում են իմ ժամանակը, իսկ ես չեմ սիրում ժամանակը վատնել։ Ուրեմն մի հանձնվիր, քեզանից բացի քեզ ոչ ոք ավելի ուժեղ չի դարձնի։ Գոնե մեկ անգամ հպարտանալու կնոջ արժեքով, իմաստություն դուր, գտնել արժեքն այն, որ արժանի է դեռ հպարտության, ես իմ թևերը հատել եմ վաղուց, որ կյանքի բերը տանեմ իմ մեջքով, զորություն դուր տեր, կյանքի բեր ինչ է, հատված թևերիս ցավին դիմանամ, Այդքան փոքրիկ, այդքան նուրբ մարմնում կինը հողաստեղծ, այդչափ մեծ սերը ինչպես է պահում, ու այս աշխարհին հերոսարյուծներ, քաջարի տղերք ոնց է պարգևում, այդքան իմաստուն խոհեմուսուտ չի, մեծն առաջնորդի պաշտոնը ոնց է կատարում, ուզում եմ, որ միշտ կինը հողակերտ լինի սիրվող, ու թող փաթաթվեն վերքերը բոլոր ամենաբուժիչ սեր բալասանով, գարուն ավետող սեր կանանց համար, թող գարուն լինի։ Յուրաքանչյուր կին ինչ-որ մեկի արշալույսն է, յուրաքանչյուր կին ինչ-որ մեկի երազանքն է, ինչ-որ մեկի սերը կամ ինչ-որ մեկի փրկությունը, կինը կին է, երբ նա մայր է, կյանք տվող գարուն,
յուրաքանչյուր կին իր տան Աստվածուհին է, շնորհավոր ձեր ամենագեղեցիկ տոներից մեկը, կյանք տվող գարուններ։ Ադամն ու Եվան արարել են գիրուն ամարտաշարում և կյանքը մեր շարունակել են ուսեր են տվել իրարում կին ապրում է աշխարհում այս հոգսերն առած ուսերին չխճվեց երբեք չնծրտեց դարձավ ուժեղ գրավիչ Օրնում են անունը շուրթերս և շշնջում խետքին Դերատի աղջիկ օրյորդիկին Օրնում են անունը շուրթերս և շշնջում խետքին Դարձար բժիշկ իմաստուն դու Դարձար գիտուն մեկավար Դարձար հերոս մայր ուսուցիչ Դարձար գույնիսկ բարերար Ամենի մեջ դեր քնդում ենք Ճակատագրերն ազգերի Խոնար ու հեզ դեր տանում ես Բերը քոնուր ուսերի Դու մայր, դու կին Արարիչ ողջ տիեզերքի Զգայուն ու արիքնով ես Թեկուս հոգսերով միջտի Դու կին հպատյելի ու միշտ գրավիչ Աստղ ես տիեզերքում դու Որի բայրը ոչ չունի Մայր Աստվածություն, Անահիտից Մարիամ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են Անահիտ Դիցուհու բրոնզե արձանի գլուխը և ձեռքը, ինչպես նաև 60-ից ավելի ցուցանմուշ Հայաստանի պատմության թանգարանից, որոնք պատմում են կնոջ արարման, գեղեցկության և մայրական կեսատ ուժի մասին, դարերի խորքից մինչև մեր օրեր։ Այն գլխից են կանայք իմ երեսներն հյուսել, կնոջ շունչն է պահում տիեզերքը կանաչ, անգամ նարեկացին կնոջն է երազել, սիրոման վառելով աստվածամոր առաջ, կինը, առաջին անգամ կինն է աշխարհ եկել, աշխարհ բերել կյանքը, բազմախորհուրդ ու խոր, դրանից hem կնոջ քնար ոտքերն ընկել, որպես նարեկացի, ոտքերն աստվածամոր։ Ես խոսում եմ համայն մարգության անունից, քո անունից, մարգության ոգին սրբագործելու եմ, աստվածային կատարելության եմ հասցնելու, ով հավատում է կնոջը, նրա բարեմաստության չափն ու արժեքը որոշելիս, միշտ հավատը պիտի գտնի ամենից բարձր ու գերազանց, կին, քեզնով կարելի է լոկ մեծենալ բոլոր սրբություններին, տերունական քո մարմնի ճաշակմամբ միաձուլվենք քո կատարելության լույսին։ Սայաթ նովան իր սիրոհուն սիրեր քեզ, նարեկն աստծուն, խայամ երկեց իր գինին, ես ինձ ասի, մորդ երկիր բանաստեղծ, որ մայրանան կյանք ու կին։ Պարսից շապուհ արքան շարժում էր արտակեր սամրոց, ուր սակավաթիվ զորքերով պահվել էր փառանձև թագուհին։ Շապուհը չաքաղց էր, բայց այս անգամ նրան հրավիրում է ոչ այնքան աշխարհական գանձերը, որքան հայոց անկոտրում դժխոն։ Հայոց փառանձև թագուհուն կերելով ես ծնկի կբերեմ այս համար ժողովրդին և կասնեմ կատարյալ հաղթանակի, բայց գիտեմ, որ ժանեղեն բարձունքներին թիկնած արտագեր ստանալիք է, գիտեմ նաև, որ թագուհին խիզախ է, ըմբոստ,
և ունի ամուր կամ, ես կոչնչացնեմ այդ կամքը, հանդուկ ընկին, չկա մեծ հարգան ինքնական, եկավ որպես գերի և ստրուկ։ Գերի և ստրուկ, հայոց թագուհին երբեք ստրուկ չի եղել և չի լինի։ Քո համարության համար դու կհատուցես անզգանքին, ցույց անել այդ կնոջը։ Պարսից սպա, իմ զորավարը գերեց սեր աշխարհի կանանոցը և պատվով ու արժանապատվորեն ուղարկեց Դիզբոն։ Թույլ տվեք Մարֆանից առաջ աղոթել։ Եվ սկսեց աղոթք մրմնջալ, իսկ Պարսիկ սպան երեսը դարձրեց, որ չխանգարի թագուհու աղոթքը։ Տեր, օգնիր աշխարհիս հայոց, օգնիր հայ զորության ուժին, փրկիր մեզ իջարեն, Տեր, նոցազորություն, օգնիր, որ շուտ հասնեն հայ զորական ուժերը, ցնցվում է իմ հոգին, իբրև նետահարված երինչ, միթե արդար է այս, ով անաչաղդ պարգևիչ, հայտնեցեք ձեր օծակեշ պաշտային, որ հայոց թագուհին գերի չի լինի, երբեք։ Գերի թագուհին թևերը պարզած, վիթխարի սեղթուրջունի պես կհավիժեց անդունդը։ Իմ մայ Հայաստան, իմ բերդ հանարիք, ժայռերդ կարծր տառապանք և ծաղիկներդ զոհաբերություն, ջրերդ մաղթանք ու երկինքը քո լույս ու բարություն, կանգնել եմ երկիր, կանգնել եմ քո դեմ, չգիտեմ սակայն, քեզ եմ լուր դիտում, թե թափառում եմ էությանս մեջ, երկիր, երբ հոգնած ներբաններից տակ զգում եմ քարե կարծրությունը քո, ամեն քայլիս հետ հավատ եմ տանում, Աստված
կնոջ գաղտնիքն ինչպես բանաս, երբ սատանան է կոծել։ Կինն է տղամարդուն դուրս բերել դրախտից և միայն կինը կարող է տղամարդուն այնտեղ հետ տանել։ Կանայք տղամարդու համար միշտ նրան հրահրում են մեծ գործերի, բայց միշտ խանգարում են այդ գործերը ի կատարածել։ Տղամարդիկ, դուք պետք է պահպանեք, սիրեք, գուրգուրեք կանանց, որովհետև կանայք պիտի հիշեն, որ իրենք երկրորդ հնարավորությունը չեն ունենալու տղամարդկանց մոտ առաջին տպավորությունը թողելու համար։ Կինը կյանքի ժպիտն է, մարդկային հոգու գեղեցիկի մամրացումը։ Ինչպես Զոհրաբը կասեր, կինը ծիծաղն է, պետք չէ որ լացի փոխվի։ Կինն է սիրո արարչություն, բնության մեջ մայր բնություն։ Կինն է տարին բոլոր գարուն և արևը անմայրամուտ։ Կինն է տանանուշ բույրը, մաքրությունը, խաղաղություն։ Կինն է կյանքի իմաստություն և մարդկային կատարելություն։ Կնոջը բնություն նվիրեք, բնության մեջ է սերն ու արևը, բնությունն է կնոջ հոգին, մաքրությամբ և խաղաղությամբ լցնում։ Ամենաջերմ համբույրը զեփյուռի շուրթերին է, ամենամեծ հույզերը անձրելի կաթիլներում։ Կնոջը ծաղիկներ նվիրեք, աշխարհի ամենագեղեցիկ ու բուրավետ ծաղիկներն արտերում են, բաց երկնքի տակ, արևից ջերմացած հողի գրկում, նրանք մարդու հոգին բուժելու էներգիա ունեն։ Օրիորդ, լսել եմ ձեր գեղեցկության, խելքի և արտասովոր ուժի մասին։ Լսել եմ նաև, որ ոչ մեկին չեք հավանում, կհամաձայնեք արքայի կին դառնալ։ Ես կհամաձայնեմ քո կինը դառնալու, միայն այն դեպքում, եթե մի հրասախ վազքում առաջ անցնես ինձնից։ Հրասախ վազք, իհարկե կհաղթեմ, չէ որ ես արքա եմ։ Թագավորը հաղթեց օրոքին, չնայած։ Ես չհաղթեցի, ես պարտվեցի, դու ինձ առաջ թողեցիր։ Այո, չուզեցի հաղթել, Սարդուրի արքա, հպատակների առջև արքան պիտի միշտ հաղթող լինի, ամեն ինչում։ Իհարկե, դու ոչ միայն գեղեցիկ ես, այլև իմաստուն։ Ավելի հարուստ ու բարդ բնություն։ Դա մեր կանացի առեղծվածային բնապատկերն է, որ ժամանակին շավարկել ենք մեր նախամորից։ Ու հիմա ամեն մի նուրբ կին խրթին խաչբավ է, մի բարդ բնություն։ Բայց կանայք ողջ բնությունից դուրս մի բնություն չեն, այլ ամեն մեկնին ողջ բնություն։ Դարեր շարունակ գիտնականները, ֆիլիսոփաներն ու հոգեբանները փորձել են գտնել ակրացի պատասխանը, ինչ են ուզում կանայք։ Կանանց հասկանալ այդպես էլ չհաջողվեց, բայց եղան որոշ բացահայտումներ։ Ես քեզ չէի սիրի, եթե դու քույր լինեի։ Ես կարող եմ ցածկալ, գաղտնի ասած, բայց ոչ է։ Ուժեղ կնոջ կողքին, ուժեղ տղամարդիկ արթնացել, որի զորեղ է դարձնում, կնոջ բնավորությունը, օրինյալը ու ժողովրդին է, ով հետաքրքիր է և հմայիչ։ Մի օր Ավետիքի Սահակյանին հարցրեցին, ինչպիսի կին է դրել։ Մեծ վարպետը պատասխանեց, գեղեցիկ կինը զարդ է տանջի մեջ, բարի կինը գանձ է հոգի մեջ, կին, ասում եմ, երբ պատերազմ կգնաս, աղոթիր մեկ անգամ, երբ բացով դուր գաս, աղոթիր երկու անգամ, երբ կամուսանաս, աղոթիր երեք անգամ։ Եթե կինը չի հանձնում, ապա նա հաղթում է, իսկ հանձնվելու դեպքում
գերիներն է թիլատում հաղթում։ Կնոջ մասին միշտ է նոր ասելիք կգտնվի, քանի դեռ նրանցից գոնե մեկը բնակվում է այս երկրի երեսին։ Չէի ասի, որ կանայք զուրկ են բնավորությունից, ուղղակի նրանք ամեն օր մի նոր բնավորություն ունեն։ Կանայք միշտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերին, սակայն միշտ հանգարում են դրանք ի կատարած։ Կինն է տղամարդուն ոնց մեր դրանից, և միայն կինը կարող է տղամարդուն վերադարձնել դրանից։ Գիտեք, ես այսօր ուզում եմ հայուհու հոգու պես նուրբ շղարշով պարուրված մի ձեռքեփնուչ կապել, որի ամեն մի ծաղիկը կբնութագրի ամենաչքնաղ հայուհուն, հայուհի, որն այնքան պարզ է ու դրանով էլ այնքան յուրահատուկ, ինչպես այս երիցուկն է։ Նա քնքուշ է ու սրտաբաց, ինչպես կակաչը, կապուտաչյա, ինչպես զանգակը։ Նա իսկական գարուն է, ինչպես ծնծաղիկը։ Հիասքանչ է, ինչպես կարող է հիասքանչ լինել, ինչպես կարող է իմորանալ վարդի մասին, վարդի մեջ են ամփոփված ամբողջ հատկանիշները, որ հատուկ են այդ հայուհուն։ Բնությունը կնոջն ասել է, գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ուզում ես, բայց շրջահայաց դու պարտավոր ես լինել։ Աստված ձեզ Վանաձորի Պարուհ Սևակի անունը կրող թիվ 30 հիմնական դպրոցի տնօրեն Ընկեր Բաբայան պարգևել է և գեղեցկությունը հմայք, և իմաստնություն ու շրջահայացություն։ Պարուհ Սևակի անունը կրող թիվ 30 հիմնական դպրոցի տնօրեն Ընկեր Բաբայան ուժեղ հայուհի եք դուք և պայքարում եք հանում ձեր գեղեցիկ նպատակների ու երազանքների։ Դուք գտնում եք, որ ամենաթույլ մարդը նա է, ով ուրիշներին հաղթում է, իսկ ամենաուժեղ մարդը նա, ով իրեն հաղթած է համարում։ Ձեր մուտքը Պարուհ Սևակի անունը կրող թիվ 30 հիմնական դպրոց հույսով ու հավատով լցրեց թիվ 30 դպրոցի կոլեկտիվի մանկավարժների սրտերը։ Դուք եկաք մի սրբավայր, դուք եկաք մի կրթօջախ, որտեղ մանկավարժներն աշխատում էին մեծ պատասխանատվությամբ և հարուստ ժառանգությամբ այդ գեղեցիկ ավանդույթը փոխանցեցին ձեզ, Ընկեր Բաբայան ջան։ Ապրեք, որ եկաք, դուք արժանի եղաք այդ տարբեր հարյուրներից մեկի, մենք սիրեցինք ձեզ, դուք էլ մեզ սիրեցիք, մեր բոլոր նվաճումներն ու արժանապատվությունը գնահատեցիք, արժևորեցիք, շարունակեցիք գեղեցիկ ավանդույթները այս դպրոցում, այս դպրոցի մանկավարժների համար, վստահաբար և արժանապատվությամբ ասում եք, երբեք չհանձնվեք թիվ 30 դպրոցի մանկավարժներ, որովհետև ձեզնից բացի ձեզ ոչ ոք ուժեղ չի դարձնի։ Կրթություն և հմայք, դա ձեր ներքին լույսն է, որ լուսավորում է թիվ 30 դպրոցը, ձեր իմաստնությունն արտահայտվում է լռության և խոհեմության մեջ։ Երբեմն լռությունը ձեր պատասխանի հենց զորությունն է, ձեր մոտեցումը զուսպ, վսեմ, բանիմաց, առաքինի, ձեր կերպարը լուսավորող է, շնորհակալ ենք, որ հենց եկաք թիվ 30 դպրոց, Ընկեր Բաբայան։ Yes.
ինչ անեմ մայրիկ, որ անհակ բախտի հարցները, մոռանամ իմ հասցեները, ես ինչ անեմ մայրիկ, ու ինձ միայն օրհնի, ու ինձ միայն օրհնի, ախ երանի թևեր առնեմ ձեր ջունարնա, թողնեմ օդար ճանապարհներ վերադառնա, մեր բանշավին լուր խոնարհված քեզ պատատվեմ, ախ երանի, մայրիկ ասնեմ, կողքին լացեմ, վերջին անգամ մոտուկ դառնամ, ախ երանի, թե արդեն գիտեմ մայրիկ, որ անցած է ժամանակը, սահմանված է ծիսակարգը, արդեն գիտեմ մայրիկ, հիշում եմ միշտ մայրիկ, մեզ մաքրում են փորձանները, կյանքն մեծ սիրո արգևը, հիշում եմ միշտ մայրիկ, Հրկիմների մայրիկ, որ անցյալս նոհտեր կանքել, իսկ ներկաս նրա պատրանքն է, հրկիմների մայրիկ, ու ինձ օրհնիր մայրիկ, ու ինձ պարգիր մայրիկ, ախ երանի թևեր առնեմ Մշտապես նվիրական է եղել մայրապաշտ հայ ժողովրդի համար։ Երբ մայր եկեղեցին անվանում ենք, մայրը թող Սուրբ Էջմիածին, լեզուն մայրենի, կարևորագույն քաղաքը մայրաքաղաք, սահմանադրությունը մայրօրենք, վերջալույսը մայրամուտ, երկրիս գետը մայրարաքս, անգամ հայրենիքը մայր հայրենիք, մայր հող, մայր Հայաստան, Իմ մայր Հայաստան, քո առաջ հայուհի է կանգնած, քո գոյությունը շարունակողը ես եմ, ես, որ սիրում եմ, քո պետականությունն ու օրհներգը, դինանշանն ու եռագույնը, իմ մայր հայրենիք, իմ հայրենի հող, նմանը չունես ողջ աշխարհի մեջ, քո երազներով ու երազելու քո լույս հավատով, ապրելու տենչով ու ապրեցնելու ահռելի կամքով, գոյատևելու անհուն ցանկությամբ, մենք քեզ աննկարագրելի կորուստների գնով ձեռք բերեցինք, ու դու իմ արյան պես թանկ ես, Հայաստան։ Ես 14 տարեկան եմ, ու շատ եմ վախենում քեզ համար, ուզում եմ, որ հզորանաս, սիրությանը ծավակների թավակեր շուրջը ու զարթոն կապրես, նաև անպահ ու հպարտ լինես։ Սա իմ հայրենիքն է, այստեղ է, որ լսում ես հայրենիքի հավերժության երգը և գիտակցում, որ դու ես նրա սուրբ բասկի ուժն ու զորությունը։ Իմ երկիրը
մայրիկ իմ սիրասում, թե ինչու ենք մենք մարասում Հայաստանին, մեր ոստանին, այգի դարձած Քարաստանին, որովհետև մայր է հողի, լույսի, ջրի ու արևի, մայր է գինու և խաղողի, մայր լեռնային վտակների, մայր ձյունապատ գագաթների, մեր Հայաստան մայրը բարի, արդեն քանի հազար տարի, զավակներ է ծնել արի, և կանգնել է ընդեմ չարի, որդիներով իր քաջարի, և մենք հիմա իմ սիրասում, Հայաստանին մայր ենք ասում, մայր երազի, լույսի անմար, և գալիքի, արևամայր, Մարդկային պատմության մեջ լինում են պահեր, ճակատագրական պահեր, երբ իրար են գալիս պատմական փորձն ու աննախադեպը, մարդկային խիզախումն ու իմաստնությունը, այսպիսի պահերի են լուծվում սովորական պայմաններում անլուծելի թվացող հարցերը։ Եթե թշնամին գրավի Սյունիքն ու Արցախը, տապանաքար
վրա։ Եթե մենք զորքն ավելացնենք, թշնամին ավելի կկատաղի, չպետք է թուրքին հակառակ գնալ։ Բա ինչ անենք, ծնկի գանք, հա, այսպես վզներս դնենք թուրքական լծի տակ ու ասենք մեզ մորթեք։ Հենց նոր տեղեկություն ստացանք, որ թուրք փաշան գալիս է մեզ վրա, մեզ պետք է զորքը զինենք, մեզ փող է հարկավոր, մեծ միջոցներ, որտեղից ճարենք, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը փող չունի, զորքը զինելու համար։ Կա, փող կա, մեզ համար չկա ավելի մեծ զարդարանք, քան մեր երկրի ազատությունը։ Եվ կանգնելու եմ ժողովրդիս կողքին, պայքարելու եմ մինչև վերջ։ Մենք էլ ենք միանում այս սրբազան գործին, լռենք, որ թուրքը գա մեր տունը քանդի, երկիրն ավելի, պղծի մեր եկեղեցին, մոխիր դարձնի մատյանները մեր, չէ, չի լինի, երբեք։ Աստծո օրհնանքը քեզ, երկիր իմ ավետյաց, նոր զորությամբ պիտի փթթես, ծաղկես, որ քո եղերացիր որդոց միաբանած արժանի երկիր դառնաս, Արարատին գիտես։ Տես ու վախեցիր, իմ նուրբ ու քնքուր, բայց և հպարտ ու կոպիտ հայ էությունից, հայ կնոջ ուժը հողի ծալքից է գալիս, խաչված վանքերի ճաքից է գալիս, մեծ հաղթանակի անհուն երազանքի ու ճշմարտության հույսից է գալիս։ Բավ է կրկնել անցյալի սխալները և արդարանալ մեղադրելով ճակատագրին, չէ որ ճակատագիրը պահին է վայել, իսկ պատմությունը ապագային, պետք է պահպանենք պապերի ժառանգած թասիվն ու կամքը, ազգի պատիվն ու արժանապատվությունը, համախմբված ազգային գաղափարների շուրջ, ամուր հավատով ու ոգով, ապավինենք մեր հայրենի հողի ուժին և լինենք ամուր մեր արմատներով, ուժեղ, հզոր, սա է հայ հաղթելու արվեստը, հայ կինը շարունակելու է լինել, հայ ցեղի ավանդակրողն ու սերմանողը։ Անդրանիկներ աշխարհ բերեք, հայոց սուրբ մայրեր, ազգի ապագան ձեր ձեռքերում է։ Մի բաց խուր կա, ուր մտնելիս անճար հոգուտ միշտ հույս կա, մի բաց գիր կա, ուր հասնելիս սառած սրտիդ միշտ հուր կա, քեզ մի սպասող երկու աչքեր, կարոտ ճամփիդ անհամբեր, պապակ շուրթեր, որ այտերիդ օրհնություն են դրոշմել, մի մեծ սիրտ կա, ուր քո անցած տարիներն են ամփոփվել, ու քո ցավից, քո արցունքից վերքոտվել է, ցավոտվել, միշտ անհանգիստ, միշտ աղոթող, քնքուշ ու նուրբ մի հոգի, հոգուց եկած աղոթքն այս սուրբ, գուցե գիրն է իր սրտին։ Ու աղոթքն է, վիհը ճամփիդ կանաչ գորգ է դարձրել և ճամփատ է օրնվել, քո սեփական արևն ունես, երբ մայրդ է քո կողքին, աստվածային անդոր է նա, խիղճ է քո հոգում, սրտին ու չի լինի մորդ սիրտը, երբեք քեզնից նեղացած, ու թե ցավ ես դու պատճառել, քո հոգուն է ծանրացած, դու լավ ապրիր մորդ զավակ, սեր վայրիր ու հարգանք, ու կբերես մորդ սրտին, ուրախություն ու բերկրանք, զավակներով դու շենացիր, սերդ վայրիր, ու կտեսնես մորդ որքան դու երջանիկ դարձրիր, մի լուր կգվանք, տաքուկ հայացք, մորդ պետք չի ավելի, մայրեր, ապրեք առողջ երկար, դուք շատ եք պետք աշխարհին։ Որդիս աչերին, բայց նա լալիս է, դու սողակ մի գար, իմ որդին չուզեր, տիրացում
բայց նա լալիս է դու սոխակ մի կան իմ որդին չուզեր տիրացու դառնալ Մորս աշկին դեռ փոքրիկ է, տեսնես երբ կմեծանա, տեսնես կգա օր այնպիսի, որից մեծի պես զգա։ Հատկեր, ես բալես, տակշոր հաքի, չմրսես։ Մայրիկ, արդեն մի քիչ մեծ եմ, բավ է փոքրի պես վարվես։ Դու ինձ համար միշտ փոքր ես, միշտ էլ փոքր կմնաս։ Ու քանի կան պետք է ասեմ, տակշոր հաքի, չմրսես։ Մայրիկ, հավերժ եղիր կողքիս, որ ինչ կողքիդ փոքր զգա։ Ես քո ընկերը չեմ, ես քո մայրն եմ, և դա ավելին է քան ընկերը։ Աշխարհում ոչ ոք քեզ այնպես չի սիրի և քո համար չաղոթի ինչպես ես։ Սա Աստծո որոշումն է, որ դու լինես իմ զավակը, իսկ ես քո մայրը։ Գիտես, ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ինձ այսքան մեծ սեր եմ նվիրում պահանջող գործին։ Երբեմն քեզ դուր են գալու իմ ասածները, որ կատարես, երբեմն ոչ, բայց լաց լինելու փոխարեն հավաքիր քեզ և հարցրու ինչու։ Եվ ես քեզ կպատասխանեմ, որովհետև ամենասատես մայրական խոսքը հիմք և պատճառ է ունենալու, և այդ պատճառի անունն է սեր։ Հանեմ գանձերը հայոց լեռների, շախտան բոլորը մորս ոտքի տակ, էլի քիչ է, քիչ է, շախտան մարգարին համայն ծովերի, ծաղիկների հետ մորս ոտքի տակ, էլի քիչ է, քիչ է, ցած բերեն բոլոր բույլերն աստղերի, զույգ աչքերիս է ձգեմ ոտքի տակ, մորս ոտքի տակ, քիչ է, և թեկուզ հանեմ իմ սիրտը բարի, կարի պես զոհեմ մորս ոտքի տակ, էլի քիչ է, քիչ է, լոկմայրն է այժմ խիշտն հայրենիքիս, դարերի կյանքն եմ թետաս մայրիկիս, աստվածին, չէ, քիչ է էլի։ Ամենամաքուր աչքերն աշխարհում նորոտ աչքերն են ոգիդ հասկացող։ Ամենամաքուր ձեռքերն աշխարհում նորոտ ձեռքերն են սիրտդ կարկատող։ Ամենամաքուր ձեռքերը գիտես, քեզ բարուրել են մանուկ ժամանակ։ Ամենամաքուր աչքերը հաճախ արցունք են թափել, հենց քեզ համար։ Ու հիմա ինչպես չասեմ աշխարհում նորոտ ձեռքերից, նորոտ աչքերից, այս սառն ու անտեր աշխարհի վրա ու երկրորդ անգամ չես հանդիպելու, քեզ երկրորդ անգամ էլ չի տրվելու, նույն նոր ձեռքերը բռնելու վայրկյան, քեզ երկրորդ անգամ էլ չի տրվելու, նորոտ աչքերին նայելու վայրկյան, քանի կողքիդ է սիրիր դու նրան և համբուրիր այդ ձեռքերը տալու, քանզի աշխարհում մայր միայն սուրբը, որ թե գործունես, որպես դառնալու։ Դու հաճախ նայիր մորդ աչքերին, շատ հաճախ այնտեղ կարոտներ կան լուր, կիսատ մնացած խոսքերի տարապ և լուր արցունքներ, և արցունքներ լուրջ։ Դու հաճախ շոյիր վարսերը նրան, ինչպես շոյում էիր մանուկ ժամանակ, և գրկել նրան, հենց այնպես, ամուր, ասես գրկում ես հենց վերջին անգամ։ Դու հաճախ ասա, սիրում եմ քեզ, ման,
գիտես, կարոտ է խոսքերի տանչապ, ու դու հավատա, աշխարհում ոչ ոք չի սիրի այնպես, ինչպես մայրդ քեզ։ Կարծես թե դարձել եմ ես դու, բոլորն առաջվան է կրքի, նորից դու իմ տեղը նստում։ Yeah.
կողքին ես ուժեղ եմ, քո գրկում ես անվախ, քո սիրով պաշտպանված եմ ես, այս աշխարհում քանի դու կաս, ես անպարտ եմ, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ, շնորհակալություն ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի պաշտոնյաներ, որ այսօր բազմազբաղ լինելով դուք ձեր օրը, մեր օրը մեզ հետ կիսեցիք, մեծ շնորհակալություն։ Կին դու մեծ օրհնություն, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եղան այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչների կողքին։ Շնորհակալություն մեր պարուսույցներին, ընկեր Զարա ջան, ձեզ, ընկեր ծափահարում ենք Զարայ, գեղեցիկ հարցը ներկայացնելու համար, ընկեր Բնոտորյանին, ընկեր Անստասյանին այս հրաշք երկերի շարանը ներկայացնելու համար։ Շնորհակալություն ուզում եմ հայտնել ընկեր Պապիկյան ձեզ և ձեր կողքին կանգնած այս գեղեցիկ զարդարանքները կյանքի կոչելու համար։ Եվ վերջապես, ամբողջ թիվ 30 դպրոցի կոլեկտիվից, ընկեր Բաբայան ջան ձեզ, որ թույլ տվիք կյանքի կոչել այս միջոցառումը կազմակերպել և չկա մի մարդ դռնապահից սկսած մինչև վերջին խոհարարը և տնտեսական աշխատողը։ Բոլորը օգնել են, եղել են մեր կողքին։ Փառք ու պատիվ մայրերին։